Հրաշալի օր անցկացրեցինք 2 ժամ, 2.5 ժամ խոսացինք, հիշեցինք, ասեմ Սիլվին այնքան, ինչ ասեմ, շատ շուտ տեղացկոտ աղջիկ է, ասեմ ձեզ, բնավորությամբ, բայց նաև շատ հավատարիմ մարդ է ու շատ ազնիվ։ Երբեմն իր այդ ազնվության պատճառով ինքը տուժվում է։ Ասեմ ձեզ, որ մարդիկ կան, որ շատ ազնիվ են լինում, շատ ազնիվ են լինում, այդ մարդիկ երբեմն բանում, միջավայրում տեղ չունեն, որովհետև իրենք խոսում են, մտածում, իրենց թվում է, թե որ իրենք ազնիվ են, բոլորը իրենց նման ազնիվ լինեն, ազնիվ, երեխեք գիտեք, ազնիվ ինքը լավ կոմունիստ կլիներ, դրա համար ես իրան շատ եմ, իր այդ բնավորությունը շատ եմ սիրում, ես սիրում եմ ազնիվ մարդկանց, սիրում եմ այն մարդկանց, ովքեր հավատարիմ են, իմ համար դա շատ կարևոր հատկանիշներից մեկն է, մարդկային հատկանիշներից մեկն է, հավատարմությունը, ազնվությունը։ Ահա, իսկ հիմա ես նորից դուրս եկա, անսպասելի ձևով, տեղ եմ գնում, բավականին ցուրտ է մեր մոտ, այսինքն ցուրտը չեմ կարող ասել, ցուրտ խոնավ, Ֆրանսիան դարել է Հոլանդիա, անտեղ անձրևներ է գալիս, բայց լավ կլիներ, այս անձրևը փոխվեր գոնեդյանը, այդ միկրոբները սպաներ, ահավոր վիրուսներ է տարածված, բայց վիրուսներ են զգալիս են, ասում եմ, մի հատ անմիջապես դուրս իմ տանից, ահա սիրելիներս հասա։ Բարի լույս իմ սիրելի ժողովուրդ ջան, բարի լույս բոլորիդ, բարի լույս, բարի առավոտ, բարի օր, մեր մոտ արդեն լույսը շուտ է բացվել, բայց քանի որ ձեր Անահիտը այսօր Վարշավիրանոց է գնալու, որոշեցի տները մաքրեմ, հավաքեմ եւ ունեմ մի քիչ հարթուկ, տեսնում եք հարթուկի սեղանը դրած այնտեղ, չեմ հավաքել եւ իմ վերնաշապիկները ամբողջը տեղավորեցի, բացի վերնաշապիկներիցս, վերնաշապիկների այս վիշուկան կախել եմ այստեղ, որպեսզի հարթուկելուց հետո ինքը պիտի մի քիչ բան լինի, այդ տաքությունը հանեմ, շատ շուտ եմ հարթուկել եւ հիմա ես պիտի հարթուկեմ այս վերնաշապիկը, այսօր կհագնեմ, հարթուկեմ այս փոքրիկ զամբյուղնա հարթուկի եւ ունեմ մի քիչ լվացք, հիմա չգիտեմ ինչ հագնեմ, ուզում եմ նես բան հագնեմ, որպեսզի շատ չշոքեմ, գիտեք ինչ էի ուզում փորձել ես, այս գույնը շատ լավն է, բայց երեխեք, ես ուզում էի փորձել սան, այս վերնաշապիկը շատ լավն է, գիտեք, ժողովուրդ ջան, մտածում եմ սա հագնեմ ես այսօր երևի թե, չի լավ, գիտեք երբեմն մտածում ես, ասում ես սա կվերցնեմ, հետո զգում ես, որ չէ, գույնը չի սազում, կամ տրամադրությունդ այն չի հագնվելու, հիմա իմ արագ եփող կաթսան պտտվում է, ես մոռացել էի, որ գնեի այս մսի պրոգրամի վրա, սա արտիշո եմ, Սերգեյի համար խաշել, ձու եմ խաշել, որպես անթխել, իսալատ, եւ պատրաստում եմ գարոխով ճաշ, հայկական գարոխով ճաշ, երեխեք ջան, մնաց 2 րոպե, հետո դարկում եմ կաթսայի մեջ եւ հետո ավելացնում եմ ռեհանը, պետրուշկա, ռեհան եւ պետրուշկա եմ ավելացնելու, միսը արդեն եփում է համարյա 1 ժամ, բայց չգիտեմ 1 ժամ եփել է թե չէ, որովհետեւ 2 կտոր միսը այս մեր մոտի մեծ տավար որն է, կարմիր միսներ, իսկ կարմիր միսը բավականին ուշ է եփում։ Ես ինչու իմ դեմքս ցույց չեմ տալի, որովհետև ես դեռ խալաթով եմ, չեմ սիրում դա, բայց քանի որ ես այսօր պիտի գնամ Վարշավիրանոց, դուրս չեմ ընդունել, տները մաքրեցի, հավաքեցի, դասավորեցի, որպեսզի սիրում եմ, որ տանից դուրս եմ գալի, ամեն ինչը իդեալական մաքուր է։ Այդպիսի բաներ սիրելիներս, դե ինչ ասեմ ձեզ կմիանամ ձեր հետ մեքենայի մեջից, կամ գնալուց առաջ մի հատ ցույց կտամ այսօրվա իմ լուքը, թե ինչ եմ հագնելու, անընդհատ մտածում եմ, որպեսզի շատ չշոքեմ, եւ ես պետք է վերցնեմ շատ հարմարանքներ գլուխս լվանալու համար, որովհետեւ այսօր իմ տանջալի օրերից մեկն է լինելու սիրելիներս։
Վարսավիրանոց ոչ թե նրա համար, որ ես չեմ սիրում, ես շատ եմ սիրում, ձեզ ասեցի եւս մեկ անգամ կրկնեմ, այլ որովհետեւ իմ գլուխս վիզս չի գնում շատ հետ եւ ես ունեմ խնդրեմ այդ ողնաշարի մասը բասկետբոլի հետևանք է մնացել։ Միգուցե խփել են, միգուցե ինչ որ մի հատ մի բան ա եղել, չգիտեմ, դրա հետևանքն է, բայց որ կանցնի ոչինչ։ Շատերը հարցնում եք Անահի ջան, դու հայկական ճաշեր պատրաստում ես։ Իհարկե պատրաստում եմ, ժողովուրդ ջան, պատրաստել եմ գարոխով ապուշ։ Ամուսինը շատ է սիրում, ես էլ եմ շատ սիրում։ Միշտ էլ պատրաստում եմ, բայց ցույց չեմ տալու։ Կարող եք ասել ինչու սիրելիներս, որովհետև հայկական ճաշ յուրաքանչյուր կին, հայ կին գիտի պատրաստել։ Ում զարմացնեմ, ես ձեզ հարց եմ տալիս։ Ինչ պատրաստեմ, սոխարած, կարտոֆիլ ժարի տարած, տապակած, կոտլետ, սա, նա։ Ես սիրում եմ ցույց տալ այն, որ մարդիկ յուրաքանչյուր մեկը մի փոքրիկ բան տեսնի եւ ինքն էլ վերցնի, անկալի եւ ասի, վայ, ինչ լավ է, չէի մտածել։ Թե չես այս ճաշերը ով չգիտի պատրաստել։ Ում զարմացնես։ Բարի լույս բոլորիդ սիրելիներս, այ հիմա արդեն բարի լույս։ Ձեր Անահի դեչկան գնում է Վարսավիրանոց։ Մազերս ինչպես տեսնում եք, կապել եմ, գույնը արդեն թափված է, հիմա կտեսնեք հիմա եւ հետո գնացինք։ Այ հիմա արդեն իսկականից բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ձեր Անահի դեչկան գնում է տանջվելու Վարսավիրանոց, որովհետև Վարսավիրանոցը իմ համար տանջանք է, նրա համար չէ, որ 2 ժամ է տևում, նրա համար, որ պետք է գլուխս լվանամ, իսկ ես հետ գլուխս հետ չեմ կարողանում դնել, ինչ վրա եմ, ասում է, եթե ուզում ես լինել գեղեցիկ, պետք է տանջվես, տանջվել, տարապել։ Ձեր Անահի դեչկան, ինչ արեց, լավ լինի, որ ես, ինչպես տեսել եք, Կարլան գնել էր իմ մարմնի կաթը, այդպես են ասում, կրեմը, բանը, ինչ են ասում, իմ դուխու, կախտիեի, այդ կաթը տենց է կոչվում, կրեմը, մարմնի, որոշեցի մի քիչ կսեմ և կսեցի վերնաշապիկիս վրա, կպավ վերնաշապիկիս և այն լակա մնաց։ Իսկ քանի որ ձեր Անահիտը շտապում էր, չփոխեցի վերնաշապիկիս, դոշի մասնա մի քիչ ոչինչ սպիտակ է էլի, հենց չի որ ուրիշ գույն է, մեկը վրա այստեղ խալաթ հագնեմ, չի երևա։ Մազերս հավաքեցի, ասեմ ձեզ, որ մազերս ես բոլորդ գիտեք, ձեզ արդեն ասել եմ, ես լվանում եմ իմ մազերը շաբաթը մեկ անգամ։ Եվ բնականաբար գանգուր մազ է և չի յողոտվում, դրա համար ես օգտվում եմ առիթից և լվանում եմ այնպես, ինչպես կարգն է, բայց բացառությամբ, մեկ լիմաշութ պրոբլեմ չի, և հենց պիլպուալը դուրս է գալի ուրբաթ, որովհետև ես եթե չեմ սխալում, անցյալ շաբաթ էի լվացրել գլուխս, բայց այսօր ուրբաթ է և ես որոշեցի ընդհանրապես ձեռք չտամ մազերից, քանի որ երբ որ դու բալեյաժ ես անում մեջ ներկում ես, ավելի լավ է, որ մազը լվացրած չլինի, այդպես է վարսավիներն ասում։ Հիմա այսօր կաշխատեմ նկարել տեխնիկան իրա, որ տեսնեք տարբերությունը Հայաստանի և Ֆրանսիայի, ինքը լավ մասնագետ ասեմ ձեզ, հուսով եմ, որ մազերս իմ ուզած ձևը կլինի, գույնը։ Ես վերջին անգամ Մարինայի մոտ եկել եմ իմ բլոգները նայելով, ես տեսա, եթե չեմ սխալվում, ես Մարինայի մոտ եմ եկել, տարիուկիս առաջ, հետո որ եկա Երևանում էլ արեցի, իհարկե շատ լավ էր եղել, բայց իմ գույնը չէր, ես փոխեցի ուրիշ գույն, ոբշեմ 2 անգամ 2 օրվա մեջ 2 անգամ մազերս ներկվեց և ես դրանից իհարկե վախենում էի, որ կվարվի, բայց փառք Աստծո լավ էր, երկար ժամանակ օգտագործում էի մասկաներ, բան որ լվանայ և կարգավորվեց, հիմա արդեն գնում ենք մեշի։ Քանի որ ես ինչ եմ տարին մեկ անգամ անում, արդեն իմ համար դա տանջանք է, չհաշված որ ես գտել եմ իմ ներկը առանց ամոնիակի, որ ես մի անգամ հենց որ ասենք արմատները ինքը երկարում է, ես կսում եմ ամբողջությամբ և վերջում մի քիչ մնում է, արդեն վերջի մասն եմ անում, ու տենց ինքը իմ այդ մեշերովկան, մեշտը և այդ շեկը, որը որ ինքն անում է բալեյաժը, այսպես ասեմ, որտեղ կարող է մի քանի հոգեկան հիվանդներ սկսեն նորի իրանց էլի պատահաբար մտնեն, տեսնեն և սկսեն իրանց այդ հիմար բաները ասել, որ մեշը մոդա չի, դա ստարամոդիա և այլ և այլ։
Կան մեշը մենք անժամանակ որ ասում էինք են բարակ մեշերն են, բայց հիմա ավելի շատ բալեյաժ ա գնում, այսինքն ոնց որ ավլ են էլի։ Ես տեսել եմ մենք Երևանում շատ լավ մասնագետներ ունենք, շատ լավ։ Մեկը կա ուղղակի հրաշքներ ա գործում։ Ինքը շատ արտակարգ փոխում ա լրիվ ստիլը, մազերի գույնը եւ այլն, բայց ասեմ ձեզ, որ այ մի անգամ կուզենա իր մոտ ընկնեի եւ մեր հայ մասնագետները ասեմ ձեզ, ասեմ ճշմարտությունը շատ լավն է։ Անկամ են նոր սկսնակ մասնագետը լավն է։ Գիտեք ինչ, Ֆրանսիայի անունը դուրս է եկել, այո, Ֆրանսիան դա մոդայի եւ այլն երկիր է։ Բայց բաներ կան, որ ես ճշմարտություն սիրող մարդ եմ, բաներ կան, որ ես ուզում եմ ճիշտ ասել ձեզ, վարսավիր, մանիկյուր, էսթետիսիեն, այսինքն այդ էպիլացիա եւ այլն, մեր հայերը շատ լավ են աշխատում, շատ։ Իհարկե լավն է կա, վատն է կա, բայց որ ասեմ երևի մի 70%-ը լավն են, իսկ այս մեր կողմերը ռեգիոնում Փարիզում դե մտնում Փարիզ, բայց Փարիզում էլ չի որ բոլորը լավն են, պիտի ուղղակի իմանաս լավ մասնագետներ, լավ գներ, հա, բայց ասեմ ձեզ, որ 70%-ը Հայաստանում կարող է լավը լինել, այստեղ երևի թե 40%-ը, եթե ոչ 30%։ Այդպիսի բաներ սիրելիներս, այսօր ես եթեր դուրս չի եկել եւ ինձ թվում է թե ձեզանից ահագին հերվածել էի, որովհետեւ առավոտյան արթնացա իմ գործերով, այս շարժվում է շատ, իմ գործերով ճաշ պատրաստեցի, տեսակ գարոխով ճաշ պատրաստեցի, եւս մեկ անգամ ասեմ հարցերին պատասխանեմ իմ սիրելի հետևորդներին, Անայի ջան, դու ճաշ պատրաստում ես, հայկական ճաշեր, իհարկե պատրաստում եմ, բայց ցույց չեմ տալիս, որովհետեւ դա ես համարում եմ խեղկատակություն, ներող լինեն շատերը, որովհետեւ հայկական ճաշը, յուրաքանչյուր ճաշը ինչ ցույց տամ, բոլորն է ճաշ պատրաստել գիտեն, կարտոֆիլ տապակել գիտեն, սոխարած անել գիտեն, լոբի սարքել գիտեն, բոլորս է գիտենք երեխեք ջան։ Այո, խոհարական ալիքներ կան, որոնք որ իրոք նայում ես հաճույք ես զգում, ոնց որ իմ մի հետևորդի ունենք, մենք ինքը ինստագրամյան բլոգեր է, ֆուդ բլոգեր են ասում իրենց, շատ կարճ բաներ ա գցում, հրաշալի աղջիկ ա, ինքը նախ ասեմ ինչի իր համեստությամբ, որ խոսում արդեն այնքան համեստ է, ինքը իր դեմքը ցույց չի տալիս, հիմնականում ցույց է տալի իր բաղադրատոմսերը կարճ գցում է եւ ամենակարևորը շատ գեղեցիկ ձևով պատասխանում է բոլորին եւ ինքը շատ ինչ ասեմ, բան չի այդ ինչ են ասում, այդ ինքնասիրահարված չի իր վրա եւ կարող եմ ասել, նես չի որ ինքը 1 միլիոն ունի, ոմանց նման, ինքը 1 միլիոն չունի, ունի 60,000 Instagram-յան վրա, դա բավականին մեծ թվեր են եւ իրեն նայում են իր բլոգ, իր ռիելները նայում են 1 միլիոն, 1,5 միլիոն, 500,000, 400,000։ Գիտեք, ինքը ինձ մի անգամ սիրտ էր դրել եւ ինչ-որ բաներ գրել, շատ ես նայեցած տեսնեմ ով է եւ տեսա եւ իրոք ես այդ աղջկան սիրեցի իր պարզության համար, անգամ իր դեմքը դու չես տեսնում, դու զգում ես թե ինքը ինչա իրանից ով է իրենից ներկայացնում։ Ասեմ ձեզ, նախ ինքը պատրաստում է, այո, շատ հայկական բաներ էլ է պատրաստում, խմորեղեներ եւ այլն, բայց իր այդ պատրաստածի մեջ կա, գիտեք ինչ, ոնց ասեմ, մոդեռնություն, այսինքն ինքը պատրաստում է մեր տրադիցիոնի ինչ-որ մի բան, բայց ինքը հովիզիտե է անում, այսինքն ինքը միցակ փոփոխում է մի քիչ եւ արագ որ 3 րոպեանոց ռեելներ անում, բայց այնքան հասանելի է, չի կանգնում կամ վերնագիր դնում, որ սա իմն է, այնպես պետք է սա անել, որ այսինչ չլինի, չեմ ուզում շատ ասեմ, շատերը կհասկանան, չեմ ուզում քննադատել, չեմ սիրում քննադատել, ուղղակի ուզում եմ ասել, որ հայկական ճաշատեսակներ այն ամենահասարակ, որ երեխան է կարող է անել, ինչ կարիք կա ցույց տալու։ Մի հատ ես ձեզ հարց եմ տալի, ով չգիտի, իսկ նրանք ովքեր մտածում են, որ իրենք ունեն միլիոնավոր հետևորդներ եւ իրենք են եւ կա եւ իրանց անունից են իրանք չարաչար սխալվում եք։ Շատ լավ ֆուդ բլոգերներ ունենք Instagram-յան էջում։ Ես ուղղակի ինչ ասեմ, նայում եմ եւ ասում եմ, վաու, ինչ լավն են մեր երիտասարդները։ Եվ այդ աղջիկը, որ դες ասում եմ, երեխեք ջան, ինքը իրոք այնօր մի հատ սալատ սարքեց, նայեցի ասեցի, բայց
պատկերացնում եք, ես էլ եմ պատրաստում լոբիով, սիսերով, բայց ինքը սիսերի տեղը լցրեց կուկուրուզ, եգիպտացորեն եւ բլղուրով արեց։ Ես ասես կարող եք քինոայով անել եւ այլ։ Այդպես փոքրիկ մի բան անենց իդեատոց եւ ամենակարևորը իր պատրաստած սոուսը, որ դա կիսա հայկական, կիսա եվրոպական, կիսա ազիական։ Եվ ես զգացի, որ այդ աղջիկը տաղանդ ունի բավականին։ Եվ իրոք խոնարհվում եմ այդ տիպի բլոգերների դեմ։ Իսկ նրանք ովքեր միայն դու տեսնում ես, որ ես սրա հետ եմ, ես նրա հետ եմ, անուն ազգանուն, ուրեմն իմացած եղեք, դրանք ոչ ինքնահաստատված մարդիկ են։ Ճանաչված եւ մի մարդ, որ ինքը գիտի, որ ինքը լավն է, ինքը ճանաչված է, ինքը տաղանդավոր է եւ ինքը ամեն ինչին ընդունակ է, ինքը իրեն չի գովում։ Ես կներեք դա իմ միտքն է, հիմա եկեք ինձ ասեք սխալ եմ։ Իսկ ինչ վերաբերվում է ճաշ պատրաստելուն, երեխեք ջան, ես շատ եմ սիրում մեր հայկական խոհանոցը, բայց ես նաև սիրում եմ, որ ամեն տեղից մի բան վերցեմ։ Այդ մեր սիրուն աղջիկը պատրաստեց այն օրը մի հատ կեքս, ես մնացի ապշած։ Ու գրեցի ես 100% կփորձեմ եւ այն կփորձենք միասին, ես կցանկանամ տեսնեմ դա ճիշտ է, թե լավ, չնայած ինքը ցույց տվեց վերջում շատ լավ ստացեց։ Երեխեք ինքը բանի ծիրանի ջեմով, ծիրանի կոնֆիտյուրով պատրաստեց քաղցի տեղը ծիրանի կոնֆիտյուր, թե տեսնեք ոնց ծիրանի կոնֆիտյուրը փրփրացրեց, պատրաստեց կեքս, ուղղակի ես նայեցի, արդեն պատկերացեցի ինչքան համեղ պետք է լինի, եւ ես այն կպատրաստեմ, եւ չեմ ամանչում ասել, որ դա այդ աղջիկա բաղադրատոմսն էր։ Բաներ կա, որ անգամ քո ընտանիքիդ համար ուզում ես մի հատ նորություն պատրաստես, ասես սպասի մի հատ մտնում ես այդ աղջիկա սայդ կամ մի հատ տղա կա, դա էլ այդ տղան էլ է շատ լավը, ինքը ավելի գաստրոնոմիկ ձևով է պատրաստում, բայց ես ավելի այս աղջիկա պատրաստածներն ավելի հասանելի է մեր հետևորդուհին է ինքը, ասեմ ձեզ, ինձ հետևում է։ Ինքը չգիտի, որ ես խոսում, մանգար չմտածեք ռեկլամ եմ անում։ Գրված է 124 վայրկյան ես պիտի կանգնեմ։ Ոչ մի հատ մեքենա չկա, ինչի կանգնեմ, մի հատ ինձ հարց չեմ կանգնի, միլիցիա որ բռնեն։ Տեսնում եք այս շենքը, երեխեք։ Ինքան մեծ հիշողություններ, այսպես կպատմեմ։ Հիմա ռեստավրացիա են անում, գնել է քաղաքապետարանը, ուզում են ռեստորան բացել, ինչ որ ռեստորան, հետաքրքիր ինչ որ մի բան։ Այս պոստա է եկել։ Այս վիլաժը, ուրեմն ես որ եկա, ես խաղացի վերջին տարին իմ պրոֆեսիոնալ եւ այս վիլաժում ես ամբողջ բասկետբոլային համակարգը տենց կարող ենք ասել, դա մի հատ կլուբ էր, ես էի այդ բասկետբոլի հիմնական ղեկավարը եւ ասեմ ձեզ, որ շատ լավ վիլաժ էր, շատ, որովհետեւ դե մենք երիտասարդ էինք, Դավիթս պուտյուր էր, ամուսնուս հետ եկանք, ստեղ էինք, Վարչուր էինք ապրում։ Լավ սեփական տուներ, այդ վիլաժում մենակ էս խանութն էր, որ մի բան էր պակասում, իջնում էինք վրազ, ասենք ինչ էր, մի հատ կարակ կամ մի բան էլ չէի գնում խանութ, դեռ այդ ժամանակ ինտեղ մախշեն չկար էս խանութ, էս քաղաքում։ Էս խանութում երեխեք օծի թույն էլ կգտնեիր։ Այդ տատիկը, այդ կնոջ մայրիկը, ինքը 94 տարեկան աշխատում էր եւ հաշվում էր։ Հետո տարան ծերանոց, այդ կինը մի տարի էլ չապրեց, ով գնում է ծերանոց էլ չի ապրում։ Ուրեմն ասեմ ձեզ, որ գալիս էինք այս խանութ, երեխաները դպրոցից որ դուրս էին գալիս, կանգնում էին, կանֆետ էին գնում, փոքրիկ կանֆետներ, ամեն ինչ կար եւ մի կողմը տաբա էր, ծխախոտ էին վաճառում եւ այն, այս մի կողմը խանութ էր, էլ մթերքներ, էլ ինչ ասեմ, այդ բանջարեղեն, արտակարգ բանջարեղեններ էր վաճառում։ Գալիս է ինչ որ պետք էր ինձ գնում է, ասենք մեկ Դավիթ հետ որ դուրս էին գալիս, մամա կանֆետ եմ ուզում, կանգնում է այդտեղ վարքյանական գնում է, որ մեկ էլ այն կողքի քաղաքը, դրանց հետքան հեռու չէր, ստեղից այդ կողքի քաղաքը 15 կիլոմետր էր։ Բայց հետո որ այդ խանութը փակեց, դե բնականաբար թոշակի անցան ամուսիններով, մի տեսակ այդ վիլաժը դատարկվեց։ Մենք արդեն ստեղ չէինք ապրում, արդեն մենք տեղափոխվել ենք, տունը արդեն կառուցել ենք։ Հետո որ փակեց, ինքը ինչու փակեց, որտեղ ինտերմարշե բացեցին, եւ այդ ինտերմարշեն մտածեց, որ իրան խփեց, բայց չէր խփում, որտեղ բոլորս գալիս են իր մոտից են գնումներ անում։ Ես սիրում եմ փոքրիկ վիլաժների, փոքրիկ կոմերսանտներին աշխատացնել։ Մենք այստեղ կա ամեն ինչ, հիմա էլ բացել են բիոլոգիստի օրգանիկ խանութ, կա էսթետիսիեն, կա բան, այդ գյուղատնտեսական խանութ, կա պրեսլոտու եւ մեր Մարինան։ Եկանք Մարինայի մոտ։
Ահա, եկանք Մարինայի մոտ։ Հիմա մի հատ տեսնեմ, որտեղ եմ կանգնացնում մեքենան։ Երևի թե այստեղ կանգնացնենք մեքենան։ Կամ այստեղ, կամ երևի զադնիով մտնեմ այդ կողմի վրա։ Ուզում եմ գնամ այն հետևը կանգնացնեմ, համար ցած ավելի հեշտ կլինի, որովհետև չգիտեմ թե երբ եմ ավարտելու, այսօր ընկերուհիս Մախտինն էր, ասում է քանիսին է քո ռանդևուն, այսինքն ամրագրել ես, ասեցի 3-ին, ասեց դե աշկիտ առաջ վերցա մինչև 7-ը, վայ, ասեցի Մախտին, դու ինձ ուզում ես, որ ես լացեմ, գնացինք սիրելիներս, ահա, կանգնացրեցի այստեղ և դուրս գանք, սա էլ մեր վիլաժը, փոքրիկ, 1100 բնակիչ կա, եթե չեմ սխալվում։ Ուրեմն սիրելիներս, ես ինչպես խոստացել էի, եկա Մարինայի մոտ, բոլորը ճանաչում եք, սա էլ Մարինա։ Ուրեմն Ֆրանսիայում մեթոդները լինում են տարբեր, ես արդեն ասեցի, Մարինայի մեթոդը ոնց որ նկարչությունն է, այսինքն ինքը ֆոլգայով, այդ ֆիլմով, դες բաներով ինքը չի փակում։ Իր մոտ ավելի ազատ մեշ է գնում, էլի, մեշ չի, սա բալեյաժ, c'est comme un balayage, non? Oui, voilà. Ես դա կտեսնեմ ոնց են թարգմել, il faut que je vois que la traduction balayage, parce que balayage, si je traduis, ça fait que balayer, tu sais. Սա ավելի շատ ներկում է ինքը, պենտյուր ոնց որ էլի, նկարչություն անի։ Հիմա կտեսնենք ռեզուլտատը, հիմա տեսեք հիմա, նայեք տեսեք, գույնը ցակ խավարված է, եւ հետո կտեսնեք։ Ֆրանսիայում, en France, c'est chaque coiffeur ou coiffeuse travaille différemment, non, n'est-ce pas? Oui. C'est pas que tout le monde qu'ils font comme toi. Non, Il y en a qui font avec les papiers à lui, non? Voilà, moi j'ai appris avec des franchisés, voilà. Մարինան ճիշտ ասոր թե կան վարսավիներ, որ աշխատում են բանով, ֆոլգայով։ Բայց ինքը սենց է սովորել, իր ավելի, սա վերջին այդ մոդեռն ավելի բանն է, այդ սիստեմն է, իսկ որ մեշ են անում, մեշը բարակ են անում, դա մոդա չի, c'est pas la tendance, tu sais, les mèches fines là, que le font, tu sais, avec, je déteste ça, ես ատում եմ դա, սա կոչվում է բալեյաժ, դե ոբշեմ, տեսակ հիմա, հետո էլի կտեսնենք, ընթացքը ցույց եմ տալիս, որ տեսնենք ժողովուրդ ջան, մարդիկ շատերին հետաքրքրում է, ինչ սիստեմով են այստեղ անում գույնը, իհարկե ես ամբողջությամբ չեմ ներկել, մեշ եմ ուղղակի անում, բալեյաժ, նկարչություն։ Երեխեք դուրս եկա, այ գլուխս հոգնեց, ահա որ, գնամ ես կողքի խանութը տեսնեմ ինչեր կան Լետիսիայի մոտ։ Je vais aller chez Laetitia. Comme je la connais, c'était ma... Գնանք ես կողքի խանութը, համել մազերը սենց արդեն ներվերս քայքայվեց, ինչքան կարելի է նստել։ Արդեն վերջն է երեխեք ջան, շատ լավ անցավ, չգիտենք ռեզուլտատը կտեսնեմ հետո, բայց ստեղ տեսնում եմ մի քանի հատ շեկ լավ շեկ է։ Ամենայնպես ինքը լավ ձեռք ունի, հուսով եմ, որ լավ կլինի։ Այս մեթոդը ինքը առաջին անգամ կիրառեց, միշտ բանով էր, ֆոլգայով էր անում, բայց այս մեթոդը ինձ ձեռ է տալի, որտեղ այդ ֆոլգայի մոմենտ իմ մազերը շատ է, ամեն անգամ կտրում է, բավականին ժամանակատար է։ Շատ լավ մեթոդ էր, ամենայնպես նա ովքեր վարսավիներ կնայեք, այս ամբողջ իմ երեսները դուրս է տվել, երեխեք, չգիտեմ թե ինչու։ Ոբշեմ սիրելիներս, եկեք սենց անենք, 1, 2... Ահա ռեզուլտատը սիրելիներս, ասեմ ձեզ, որ գույնը այս նեոն լույսերի տակ այդքան լավ չի երևում, դուք հիմա կդիտեք, մի քանի կադրներ կդնեմ, օրվա լույսի տակ, վատ չի, գեղեցիկ եղավ, ես հենց այսպես շեք էի ուզում ընդհանուր, որպեսզի հետո ես արդեն հեշտ ձևով ներկեմ վրայից, և ամենակարևորը, որ ամեն ինչը լավ անցավ։ Ժողովուրդ ջան, ձեր ծատիկն
երեխեք ջան, մայրիկն եկել ջրումը։ Очень люблю. Qu'est-ce que t'as fait ici devant là? Et Stalin, видишь, ça suffit. Я пробую. Кукушину. Մատ խնդրում եմ նա եկել է ժողովուրդ դիմացը։ Только не дорога. Кукушину пробую. Սիրելիներս, բարև ձեզ, ինչպես եք։ Հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ։ Ամեն անգամ որ գնում եմ միտեղ, մոռանում եմ ցույց տալ իմ լուքը։ Այսօրվա իմ լուքը սա է։ Այս սև տաբատը տեսակ, այնօրը ցույց տվեցի սև բոթասները եւ հագել եմ իմ կակի եմ այսօր հագել։ Մազերս երեխեք ջան, ձեր Անահիտը երեք հարմար չեղավ ցույց տալու։ Ահա, ձեր Անահիտը շկան բլանդինգը։ Գնացինք, մեքենայի մեջ կմիանամ։ Եվս մեկ անգամ բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ուրեմն երեք ես ինձ հարմար չեղավ որ ես նկարեմ իմ մազերը։ Ասեմ ձեզ, ես գիտեի ռեզուլտատը ինչա լինելու, ձեզ ասել եմ, չէ, ես սա անում եմ ինչի համար, որովհետև все-таки պրոֆեսիոնալ վարսավիր եւ ինքը շատ լավ վարսավիր է։ Ուղղակի ես ինքն ինձ ասեց արմատները ներկեմ, ասեցի չէ, քանի որ բացատրեմ ինչու։ Քանի որ արմատները ես ինքս պետք է ներկեմ եւ անցնում է մի քանի շաբաթ, երկու շաբաթ կանցնի եւ ես արմատները կներկեմ եւ արմատները ներկելուց հետո իմ Օլիա Գաղնիեի հետ առանց ամոնիակի ներկով ես ներկում եմ, հետո վերջում ինչը մնում է, ծայրամասերն եմ դնում, որպեսզի գույնը ավելի դառնա արիստոկրատ գույն։ Ժանգը դուրս գա։ Այդ ներկը կոչվում է հակաժանգ։ Ռեզուլտատից շատ գոհ եմ, ասեմ ձեզ, անգամ ինքն ինձ ասեց մազ, ասեցի ուզում ես նայ տեստակերը եթե անհավասար է կտրատի, որտեղ ես եմ կտրում, դու ես կտրում, ասեցի հասուց, նո, ասես կարիք չկա, պրոֆեսիոնալնե ժենշին, Անահիտը չկա։ Նայեցի տեխնիկան, մազերը ներկելու, դա իմ համար մեկին գումարած մեկ է, ինչու, որովհետև երբ որ դու սիրում ես ներկել, սիրում ես, ես բոլորը իմ ընտանիքի անդամների մազեր, եթե գալիս են, ներկում եմ, պրոբլեմ չի։ Ես շատ օբսերվատոր մարդ եմ։ Եթե ինչ որ մեկը ինձ ասում է մի հատ նայ տեսել ինչ ես մտածում, ինչ ես ասում, ես իմ կարծիքը չեմ ասում, բայց իմ կարծիքը իմ մեջ կա, որովհետև ես շատ ուշադիր եմ այդ ես շատ ուշադիր եմ կներեք զանգում են ամեն դետալներին։ Եվ դրա համար շատ շուտ ըմբռնում եմ։ Հիմա ձեզ մի բան ասեմ, դա իմ համար մեկին գումարած մեկ է, այդ ներկելու ձևը, ուղղակի ինձ պետք է իմանալ, թե երբ պետք է հանես, որպեսզի ինքը ժանգի գույն չտա։ Երբ որ արդեն այդ պերեկիսը սկսում է չորանալ, այդ ժամանակ արդեն լվանում ես։ Բայց պիտի ուշադիր լինես, որ չվարվի։ Ես ճիշտ ասեմ, իմ միակ ասում եմ, պրոբլեմը նշի որ գնամ Վարշավիրանոց, հանկարծ չմտածեք գումար տալու համար, դա պրոբլեմ չի։ Ուղղակի վզիս էս պրոբլեմներ, որ այդ աղջիկը շատ բարի ձևով բարձրացեց, սրբիչ դրեցինք, որպեսզի բարձրացված վիճակում լվանա։ Եվ ամեն ինչ նորմալ էր եւ բավականին ուշ վերջացեցի, դե ինքը մենակա չէր հասցնում ամբողջությամբ այս կողմեն կոմազվզելով։ Ահա ձեր Անահիտը բլանդինկա, հիմա Սերժը երեկին տեսավ, ասեց Սվետլանա, здравствуй Սվետլանա, բարև Սվետլանա ջան։ Ես զգում եի, որ ինքը խամրել է մի տեսակը իմ դեմքը, մազերս, որ մի քիչ մքանում է, ընդհանրապես գալիս է մի տարիք, շատ չպիտի էքստրեմների անցնենք, բայց ավելի նրբացնում է դեմքը, գույնը։ Այդպիսի բան էր սիրելիներս, այսօր ես տեսակ հագել եմ վայեննի գույն, հագել եմ այս տաբատները շատ գոհ եմ, նրանք ովքեր կցանկանան իմանալ ինչա կոչվում, այս շալվարների անունները կոչվում է բագի, անգլերեն է բագի, այն օրը այնքան Սուսանի աղջիկը ծիծաղացել իմ վրա եւ բոլոր քրոջս աղջիկները, որովհետեւ ես բագի չէի ասում, ասում էի բագի։ Վերջը ասում որ անգլերեն եք խոսում ծիծաղալու, ասում դե լավ դե ոչինչ թող մի լեզու լավ չխոսանք, ինչ ասեցիք ժողովուրդ ջան։ Բայց որոշել եմ անգլերեն սովորեմ, նրա համար չէ որ գնամ Ամերիկա կամ Անգլիա, ուղղակի ավել լեզու իմանալը, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Մի հատ ծրագրամ եմ քաշել հեռախոսից վրա, բայց ժամանակ չեմ ունենում։ Երբ որ նստում եմ պիտի կես ժամ այդ դրա վրա զբաղվեմ, կես ժամ ձեր համար վիդեո եմ մոնտաժանում,
Եվ այս մոնտաժներն ա, որ ես հասկանում եմ, թե մարդիկ ինչ են դադարացնում որոշ ժամանակ, արդեն կամ գցում են 2 օրը 1 կամ 3 օրը 1 կամ շաբաթը 1, որովհետև սա ամենադժվար բանը մանավանդ խոհարարական ալիքներին, նրանք ովքեր ունեն միլիոնավոր հետևորդներ եւ ասեմ ձեզ, բնականաբար իրենք չեն մոնտաժանող, ես գիտեմ շատեր իրանց ընտանիքի անդամներ են ես նկարում, բայց ամեն դեպքում դա բավականին մեծ աշխատանք, այնտեղ մանրունքներ կա, շատերը կան, տեսել եք խոհարարական ալիքներին, ամեն ինչը իդեալական, ոչինչ չկա կեղտոտ թափ տպած։ Բացառությամբ մի քանի տարիքով կանանց, ովքեր իրենք արդեն բնականաբար իրանց շարժումներից զգում ես, որ իրենք ամեն ինչը դանդաղ են անում, հանգիստ են անում։ Դրա համար իրանց մոնտաժը բավականին դժվար աշխատանք է։ Իմ համար մոնտաժը նենց չի, որ ես կտրտում եմ, բայց ես դնում եմ մոնտաժ եմ անում, այսինքն ես էլ եմ նայում, տեսնում եմ ինչա, որովհետև պետ ժամանակ էլ եմ ասում, կարող է պատահի մեկը զանգի, կարող է այդ րոպեին մեկը գա, Սերժ իր անկերների հետ մտնի խոսա այս կոմենքում, ես անջատում եմ, ասում եմ մյուս գործ։ Սիրելիներս, ավարտեցի գործերս, հիմա գնամ տուն շուտ, ճիշտ ասած մտածեցի, որ մի բան պետք է, մի գործ պետք է անեի, էնել մոռացել էի ինչ-որ մի կարևոր բան, ինչ է ասում, դու դիրեկցիոն, հանումը ինձ ստեղ դու դիրեկցիոն, autre direction, դու դիրեկցիոն, հիմա գնում եմ տուն, մինչև հասնեմ տեղ, մոտ մի ժամ անում, ճիշտ ասած մտածեցի գնամ միսը գնեմ այդ խանութից, բայց կասկածում եմ, որովհետև, չգիտեմ, մտքերի մեջ եմ անդադելի, իջնեմ թե ճիշտ եմ, դե լավ, հետո կգնեմ, ժամանակ չկա, գնամ շուտ տուն հասնեմ, մեր մոտից, ես որ քաղաքում եմ, մոտ մի ժամ է մեր մոտից, մեր մայրաքաղաքն է, կամացացնեմ միլիցիաներ կան կանգնած, բայց ինչ են միլիցիաներ կանգնել այստեղ չգիտեմ, ահա սիրելիները Զերանայի դժկան մեքենայի մեջ, ամեն ուր, այնտեղ, այստեղ և ամեն ուր, շատ մտազբաղ է այսօր Զերանայիդը, որովհետև իր ուղեղի մեջ բավականին շատ բաներ է մտածում, չգիտեմ ինչ անեմ, ինչ գործեր ունեմ անելու, սուրատանում ինձ ես ճանապարհը, սխալվեցի, պիտի գնա այն կողմով, դելա ոչինչ, միտեղ կա պիտի մտնեմ, ուղղակի որոշեցի նավիգատորը չդնեմ, բանը այդ անուն ինչա, պանոներով գնամ, բայց արի ուտես, որ մարդը շփոթեց, աֆիշաներով վարեմ էլի մեքենան, այստեղից մեզ ինչ է ասում, այստեղից նա ինձ ասում է թեքվի ձախ, բայց ինչու ձախ, Սիրելիներս, ցանկացա վերջաբանը փոքրիկ հայտարարություն անել, բայց դա անձամբ դուրս կգամ եթեր եւ ձեր հետ մի քիչ զրույց կտամ, որովհետեւ շատ կարեւոր բան ունեմ ասելու։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի գեղեցիկ օր, սիրում եմ ձեզ, իմ հավատարիմ հետևորդներ, համբուրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում պակա, պակա։